Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հասանելի են ընտրողների ցուցակները, ինչ անել, եթե ընտրացուցակներում հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ։ Պետական բյուջեից գումար են ստանում ոչ միայն խորհրդարանական, այլև որոշ արտախորհրդարանական կուսակցություններ, ինչ սկզբունքով է բաշխվում այս ֆինանսավորումը։ Մոսկվան խորհրդակցությունների է կանչել Հայաստանում իր դեսպանին, ինչ պատճառաբանություն է ներկայացրել ռուսական կողմը։ Էներգետիկ հարցերը ավելի քաղաքական բնույթ են ստանում, կարող է Հայաստանը գտնել ռուսական գազի իրական այլընտրանք։ Հական Ֆիդանը խոսել է Անկարա-Թել Ավիվ հարաբերությունների ապագայի մասին, ինչ պայման է առաջ քաշում Թուրքիան։ ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ նվազել է Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես ավարտվեց եզրափակիչ հանդիպումը։ Քարոզարշավի վերջին կիրակին է ու քաղաքական ուժերը շարունակում են հանդիպումները քաղաքացիների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը և փորձում համոզել ընտրողներին, որ հենց իրենք են այն ուժը, որը կարող է ապահովել երկրի ավելի լավ ապագան։ Բայց ընտրությանը ընդառաջ կարևոր է նաև ընտրողների ցուցակների ճշգրտությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ արդեն հասանելի են ընտրողների ցուցակները։ Իսկ ինչ անել, եթե ցուցակներում հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ։ Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է պարզաբանող տեսանյութ, ներկայացնելով, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել։ Ինչպես կարող է մահացած անձի անուն-ազգանունը մնալ ցուցակներում։ Այս հարցին իհարկե բազմիցս անդրադարձել ենք, սակայն կրկնեմ եւս մեկ անգամ։ Եթե մահը արձանագրվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա լիազոր մարմինը չի ստանում մահվան վերաբերյալ որևէ տեղեկատվություն, մինչև հարազատները, ընտանիքի անդամները չեն դիմում լիազոր մարմնին կամ քաղաքացիության ակտերի գրանցման գործակալություն կամ միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։ Եթե հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ ցուցակներում, անպայման դիմեք մեզ։ Ընտրությանը ընդառաջ քաղաքական ուժերի օրակարգում շարունակում են գերակշռել անվտանգային հարցերը, երկրի քաղաքական համակարգին, նաև Արցախին և արցախցիներին վերաբերող թեմաները։ Այս ֆոնին Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը աշտարակում հանդիպելով ընտրողների հետ հայտարարել է, որ Հայաստանը չպետք է վերադառնա այն մոդելին, որը իր խոսքով հանգեցրեց 2018 թվականի իրադարձություններին։ Համոզված եմ, որ մեր ժողովուրդը հասկացավ նաև, թե ինչ կարգի մարդիկ չպետք է լինեն իշխանության գլխին։ Մարդիկ, որոնք քայքայում են պետականությունը, սեփական աթոռը ամեն գնով պահելու համար։ Այս 8 տարին բոլորիս համար խայտարակության տարիներն էին։ Եվ այս էջը մենք պետք է փակենք։ Պետք է վերականգնենք մեր արժանապատվությունը, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի արժանապատվությունը և պետք է անել ամեն ինչ ուժեղացնելու համար, վերականգնելու համար այն կորուստները, որոնք երկիրը և ժողովուրդը ունեցան այս տարիների ընթացքում։ Անվտանգային հարցերից բացի քաղաքական ուժերը շարունակում են ներկայացնել նաև իրենց սոցիալ-տնտեսական ծրագրերը։ Գյումրիում ընտրողների հետ հանդիպմանը ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խոսել է քաղաքի հիմնական խնդիրների մասին, առանձնացնելով դոմիկներում ապրող ընտանիքներին և ծայրահեղ աղքատության մեջ ապրող բնակիչներին։ Մենք այն քաղաքացիներին, ովքեր ծայրահեղ աղքատ են, 150,000 դրամ 5 հոգանոց ընտանիքին աջակցություն է տրամադրվելու, որպեսզի հնարավորություն ունենան մարդիկ աղքատությունից ելնեն։ Երրորդ բանը աշխատատեղերը։ Ժողովուրդ, մենք աղքատության, Հայաստանի ամենաաղքատ մարզում ենք, աղքատությունը չեն կարա լուծենք, եթե չստեղծենք աշխատատեղեր։ Մենք այս բարդ պարագայում աղքատությունը չենք կարա հաղթահարենք,
եթե չենք ստեղծում ուժեղ արդյունաբերություն, եթե Գյումրին չենք սարքում ներգնա տուրիզմի կենտրոն, լուրջ աշխատանք է պետք, դժվար օրեր են սպասվում, բայց ես ձեզ վստահեցնում եմ, մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակի մարզը դառնա ամենաբարեկեցիկ մարզը։ Ուժեղ Հայաստան դաշինքի հանրահավաքի ընթացքում հնչել է նաև աջակցություն մեկ այլ քաղաքական գործչից։ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրապարակային ուղերձով դիմել է գյումրեցիներին, կոչ անելով աջակցել Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժին։ Լավ իմացեք, բարձրյալ Աստծո զորավիկ աչքն է եւ ձեր անշահախնդիր սերն է, որ ինձ այս 4 պատի մեջ ուժ է տալիս պայքարելու հանուն Գյումրու ու հանուն դրախտավայր Հայաստանի։ Մենք միասին երկար ճամփա ենք անցել։ Երկրաշարժի փլատակների տակ մնացած հին Լենինականից Աստծո առաջնորդությամբ միասին կառուցեցինք այսօրվա զարգացող ու պայծառ Գյումրին։ Ավարայրի Սրբոց Վարդանանց այս չքնախ հրապարակը, ձեր առջև վեր հառնող քաղաքապետարանի շենքը ու մեր վերածնունդի զարդը, Սուրբ ամենափրկիչ եկեղեցին։ Արցախյան թեման շարունակում է մնալ նաև ուժեղ Հայաստան դաշինքի ուշադրության կենտրոնում։ Հերթական ասուլիսում Նարեկ Կարապետյանը մտահոգություն է հայտնել Արցախի ներկայացուցչության շենքի և Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադարձի ծրագրերի վերաբերյալ, ներկայացնելով այն վտանգները, որոնք իր կարծիքով կարող են առաջանալ Հայաստանի համար։ Ուժեղ Հայաստանը Բաքվի այս պլանը տպագրել է 9 լեզուներով ու առաջարկում է ծանոթանալ սպառնալիքներին։ Վերջի 4 ամիսը ամենաակտիվ ժամանակաշրջանն է դրա համար, որովհետև մի շարք հայտարարություններ են արվել ամենաբարձր մակարդակով աջակցող։ Առաջի հայտարարությունը ամեն ինչ սկսվեց Ադրբեջանի նախագահի հայտարարությունից գիտնականների հետ, Գիտությունների ակադեմիայի հետ հանդիպման ժամանակ։ Վերադարձի հետ կապված, որ խաղաղությունից հետո մենք պետք է վերադառնանք այնտեղ։ Երկրորդը դրանից հետո սկսվեց կրոնական առաջնորդների հայտարարությունները, Փաշազադեի տեղակալի հայտարարությունը մզկիթների վերականգնման հետ կապված։ Իսկ դրանից հետո արդեն մասսայական սկսեցին միջոցառումներ, անգամ անցած տարի եղել է Բրյուսելում։ Այս ինչ ներկայացրեցի, սակայն վերջի հայտարարությունը 2-3 ամսվա են, բայց անցած տարի անգամ Բրյուսելում վերադարձի մասին համագումար էին արել եւ ներկայացրել են եվրոպական հանրությանը, թե ինչու են իրենց պետք վերադարձ եւ այլն։ Այս պայմանությամբ Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները մենք տեսնում ենք, որ շեղվել է այս ուղղությամբ։ Սյունիքի ճանապարհ ստանալուց հետո նրանք կենտրոնացել են ուժերը վերադարձի իրենց կարծիքով վերադարձի գաղափարի վրա եւ ամենահատկանշական ու ցավալին այս պատմության մեջ մի բան է, որ ընտրություններից 11 օր հետո դրված է մեծ ֆորում ադրբեջանցիների վերադարձը, իսկ համայնքը գիտեք ուր, Մեղրից 10 կիլոմետր հեռավորության վրա, Մեղրի ամենամոտ համայնքում Օրդուբադում, Նախիջևանում։ Մինչ քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ Լոռիում խոսել է արդեն հետընտրական հնարավոր զարգացումների մասին։ Նրա համոզմամբ որևէ քաղաքական ուժ միայնակ չի կարողանա ձևավորել իշխանություն, ուստի նրա կարծիքով անհրաժեշտ կլինի ընտրությունից հետո համախմբվել։ Ռուսաստանն էլ ունի բաստողներ ժողովուրդ, եւ չեմ ասում չունի, բայց պետք է կլոր սեղանի խոսան 1000 տարվա պատմություն կա, բաստողում կա, շտկենք, զարգացնենք, տեղը տեղի եւ ասենք թե մեջերս պետք լինի, եւ մեր դաշնակիցը ուժեղ լինի, եւ հնարավորություն ներդրում լինի, ճանապարհներ բաց լինի, կարողանանք զարգացնել, ծաղկացնել։ Ծառուկյանը նաև անդրադարձել է ռազմական ոլորտին, մասնավորապես նա մեկնաբանել է Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսը, ցուցադրված զինտեխնիկան, նաև արձագանքել է իր հասցեին հնչած քաղաքական սպառնալիքներին ու մեղադրանքներին։ Մենք այսօր պատերազմը պարտված, հողերը հանձնած, մեր գերիները այնտեղ են, դա ինչ որ
PR-ի խնդիրը, դա չեմ էլ ուզում խոսել։ Դուք ասացիք, որ ձեր տեսան հիմա Վարչով ապրում։ Ջրվեզում Վարչով ամնում հարիրը գողաց, առանց ամաչելու։ Ասես Գուլյանը քար գողացող, հա։ Մարդը պատասխան 2 միլիոն ու կեսը վճարի է օրական տունը մնա, երեխայի տունը մնա։ 2 միլիոն ու կես էլ ես իմ կողմից բարեգործական գտամ, որ նորմալ ծերանոց արկեն, մարդիկ կարան լիարժեք։ Նորմալ ծերանոց ասում եք ձեր տունն ա լինելու։ Քանի հոգի են գալու լինի բնակվում։ 20-30 հոգի։ Դա նշանակում տվեց ժողովրդին։ Հիմա որ ձեր կանետ կապած է պրոցես սկսվի, ինչ եք անելու։ Դեռ ինչ կանեմ, օրենքի դեմ սա հավասար է, եթե փաստաթղթերը հիմքերը կարանտուներ, ես ցավն տանեմ։ Գուլյանի դեպքում բան է հիմքերը։ Բողոք հարկելու են, անելու են։ Ինչ ամեն ինչը ժամանակի մեջ է, չէ՞, այսօր բանկազատելնի ժողովրդին ցույց տալու համար Ծառուկյանի փեսան քարերը գողացել է, չէ՞ ինձ էլ ասում Ծառուկյանը կար գողացող է, Ծառուկյանը եկեղեցի կառուցող իր երկրի պատիվը բարձր պահող, աշխարհի ներկայացնել ավելի մեծ ճանաչում տվող մարդ է։ Ծառուկյանը միլիարդներ է դրել սպորտը աշխարհում, որ Հայաստանը սարքել ամենաբարձունքի վրա։ Իշխանությունը նախընտրական հանդիպումները նույնպես շարունակում է մարզերում։ Նիկոլ Փաշինյանը այս անգամ տավուշում էր, որտեղ խոսել է սահմանազատման գործընթացի շարունակության մասին։ Նա գրեթե բոլոր գյուղերում ունեցած իր ելույթներում անդրադարձել է սահմանազատման թեմային, խոսել նաև անկլավներից, ակնարկելով հնարավոր փոփոխման տարբերակները։ Սահմանազատման կանոնակարգում մենք գրել ենք, որ տարածաշրջանները խորհրդային միությունն ենք վերցնում բազային սկզբունք։ Ալմատի, այսինքն խորհրդային սահմանը որպես բազային սկզբունք։ Բայց եթե տեղեր կա մարդկանց կյանքի համար անհարմարություններ է ստեղծում, ասենք օրինակ կտրվում են ճանապարհից, կտրվում են, չգիտեմ, կոմունիկացիաներից, բնականon իրանց կյանքից, սահմանի այդ հատվածները պետք է օպտիմիզացիայի ենթարկել։ Հիմա օրինակ մենք էլ ունենք տենց իրավիճակ, որ եթե ճշգրիտ սահմանը գծենք, մեր գյուղերը կարան ճանապարհից զրկվեն։ Իրանք էլ ունեն տենց իրավիճակ, որ եթե ճշգրիտ տնենք սովետի վաղտվա սահմանը գծենք, իրանք գյուղերը կտրվում են։ Դե էդ եմ ասում։ Սակայն Բերթավանի բնակիչների հետ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը քննադատել է Փաշինյանի խաղաղության օրակարգը, ինչն էլ հունից հանել է նրան։ Ինչ ջուր, կովա թուրքի մասը։ Ինչ թուրքերը մոտով 300 ասում, գլուխը պատին է, 300,000 գլուխը պատին է, 300,000 գլուխը պատին է։ Քարոզարշավի ընթացքում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն էլ կուսակցությունների պետական ֆինանսավորումն է։ Շատերը գուցե չգիտեն, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում ստանում են ոչ միայն խորհրդարան անցած ուժերը, այլև որոշ կուսակցություններ, որոնք բավարար ձայներ չեն հավաքել պատգամավորական մանդատ ստանալու համար։ Թե ինչպես է գործում այդ համակարգը եւ ովքեր են ստանում պետական աջակցություն, Սեդակ Յուրեղյանի ռեպորտաժում։ Մեր վճարած հարկերից գումար են ստանում անգամ այն կուսակցությունները, որոնք չեն անցել խորհրդարան, ստանում են բավականին մեծ գումարներ։ Պատահական չէ, որ Հայաստանում այդքան մեծ թվով քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին։ Եթե մինչև 2020-ը օրենքով ուժերը տարեկան 40 դրամ էին ստանում իրենց ստացած յուրաքանչյուր ձայնի համար, ապա 2020-ի փոփոխություններից հետո բանաձև է փոխվել։ 2-ից 5% հավաքած կուսակցությանը տրված ձայները բազմապատկվում են բազային նվազագույն աշխատավարձով 1000 դրամով, իսկ 5-ից 20% հավաքածներինը 500 դրամով։ Իրականում այդ ֆինանսավորումը պետական նպատակ ունի համաշխարհային պրակտիկայում բռնելու ձեռքը փոքր կուսակցությունների քաղաքական դաշտը լավարկելու, որպեսզի իրենք հնարավորություն ունենան մասնակցելիության տեսանկյունից, մրցունակ լինելու ավելի խոշոր քաղաքական ուժերի հետ։ Մինչդեռ Հայաստանում սխեման այլ կերպ է աշխատում։ Ուժերը մասնակցում են ընտրությանը, փոշիացնում ձայներ, 5 տարով անհետանում քաղաքական դաշտից փաստացի որևէ հասարակական գործունեություն չծավալելով, բայց փոխարենը վարձատրվում հարկատուի գրպանից։
Եթե առողջ միջավայր լիներ, չունենանք այս նախադեպային պրակտիկան, այդքան փոշիացումների հնարավոր կարելի էր շատ դրական վերաբերել, բայց մենք ցավոք սրտի տեսնում ենք, այդ որ փոքր քաղաքական ուժերի մասնակցելիության տեսանկյունից ըստ էության բավականին ձայն է փոշիանում, ինչը բացասաբար է անդրադառնում քաղաքական դաշտի վրա։ Facebook-ի օգտատեր Հովանես Դանելյանն է հետաքրքրվել օրենքի մանրամասներով ու հաշվարկել, որ օրինակ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը տարեկան 38 միլիոն դրամ գումար է ստացել պետբյուջեից։ 2021-ի խորհրդարանական ընտրություններին Սարգսյանի ուժը 38758 ձայնով 3.04% արդյունք է ունեցել, բայց խորհրդարան չի անցել։ 5 տարվա կտրվածքով կուսակցության ստացած գումարները ահռելի են։ 5 տարվա կտրվածքով դա մոտ 180 միլիոն դրամն է։ Այսինքն ես որպես քաղաքացի չեմ գտնում, որ իմ հարկերը պետք է գնան այն կուսակցություններին, որոնք ազգային ժողովում ներկայացված չեն, եւ փաստացի իմ համար որպես հարկատու ոչինչ չեն անում։ Բոլորին դեմ եմ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը որպես լուծում առաջարկում է յուրաքանչյուր անձ ինքը որոշի, թե որ կուսակցությանն է ուզում փոխանցել իր գումարը։ Իդեպ օրենքը քննարկվել է 3 խորհրդարանական ուժերի, այն ժամանակ Իմ Քայլը դաշինքի, Լուսավոր Հայաստանի եւ Բարգավաճ Հայաստանի մասնակցությամբ։ 2%-ից պակաս ձայն հավաքած կամ ընտրությանն առհասարակ չմասնակցած արտախորհրդարանական ուժերը փոփոխությունների արդյունքում ձեռնունայն են մնացել, առանց պետական ֆինանսավորման, իսկ մասնավորից ֆինանսավորումն արգելված է։ Նորմալ բազմակողմանի կուսակցությունների մասին օրենք գրել հնարավոր է ավելի լայն ներգրավվածության պայմաններում, երբ որ փոքր արտախորհրդարանական քաղաքական ուժերի կարծիքը եւ հոգսերը նույնպես հնչում են, հայտնի են դառնում եւ հաշվի են առնվում։ Կուսակցությունների մասին օրենքով ֆինանսավորվում են ոչ միայն ընտրապայքարից դուրս մնացած քաղաքական ուժերը։ Քաղաքացիական պայմանագիրը 2021 թվականի խորհրդարանական ընտրությանը 688,000 քվ է հավաքել, բայց բյուջեից ստացել է տարեկան 144 միլիոն դրամ։ 20%-ից ավելի ձայն հավաքած ուժերը օրենքի համաձայն ստանում են մինչև 5% հավաքելու դեպքում յուրաքանչյուր քվեի դիմաց 1000 դրամ, 5-ից 20% ձայների դեպքում 500 դրամ, 20%-ից ավելի քվեի դեպքում 250 դրամ յուրաքանչյուր ձայնի համար։ Վերջին 5 տարվա համար քաղաքացիական պայմանագրի բյուջեից ստացված ընդհանուր գումարը տեսականորեն կարող է կազմել 722 միլիոն դրամ, եթե չափը նվազեցված չլինի օրենքում նախատեսված կետերով։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մինչ ընտրապայքարը թեժանում է, քաղաքական հակասությունները տեղափոխվում են նաև իրավական հարթություն։ Այս անգամ դատարանում են հայտնվել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի միջև հնչած հայտարարությունները։ Գործարարը պահանջում է հերքել իր մասին տարածված տեղեկությունները, դրանք համարելով զրպարտություն։ Ներքաղաքական զարգացումներին զուգահեռ շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ նաև հայ-ռուսական հարաբերությունները։ Մոսկվան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Հայաստանում իր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, նշելով, որ Երևանի եվրոպական ուղղությամբ քայլերը կարող են ազդել ԵԱՏՄ շրջանակներում գործակցության վրա։ Այս ֆոնին Ռուսաստանը շարունակում է նաև տնտեսական ազդակներ հղել Հայաստանին։ Քննարկումների կենտրոնում են հայտնվել գազի եւ նավթամթերքի հնարավոր թանկացումները։ Թե ինչպես է պաշտոնական Երևանը գնահատում ստեղծված վիճակը եւ ինչ դիրքորոշում ունի, լսենք։ Մենք այդ տեղեկատվությունը գործընկերներից ստացել ենք, ընդունում ենք գիտություն, իրենց ըստ անհրաժեշտության աշխատում ենք, բնականon աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվում, ոչինչ ավելի։ Մենք շարունակում ենք բնականon մատակարարումներ ունենալ Ռուսաստանի Դաշնությունից, խնդրահարույց հարցեր դրա հետ կապված այս բանին չենք տեսնում, ըստ անհրաժեշտության նաև մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի կողմի մեր գործընկերների հետ, Գազպրոմի գործընկերների հետ բնականon աշխատում ենք։ Ինչպես հասկացաք, էներգետիկ թեման անմիջապես կապվում է նաև Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հետ։ Բայց հետաքրքիր է, որ Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը վերջին շրջանում հայտնվել է ակտիվ քննարկումների կենտրոնում։ Գազի շուրջ խոսակցությունները այլևս միայն տնտեսական չեն, դրանք վերածվել են նաև քաղաքական եւ արտաքին ուղղությունների մասին բանավեճի։ Մի կողմից խոսվում է էներգետիկ կախվածությունը նվազեցնելու եւ նոր աղբյուրներ գտնելու մասին, մյուս կողմից հարց է առաջանում. որքանով են այդ այլընտրանքները իրական եւ ինչ գնով կարող են դրանք իրականացվել։
Այս ֆոնին փորձագետները հիշատակում են Մոլդովայի օրինակը, որտեղ ռուսական գազից հրաժարվելու գործընթացը հանգեցրել էր ոչ միայն էներգետիկ, այլ նաև քաղաքական լուրջ փոփոխությունների։ Ինչ տարբերակներ են այսօր քննարկվում Հայաստանի համար, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Ռուսական գազի թանկացման, սեփական գազ ունենալու, եվրոպական միջոցների անցնելու վերաբերյալ հայտարարությունները ընտրությունից առաջ կոշտացել եւ հաճախակի են դարձել։ Մենք չենք լինելու մի խողովակի հույսին։ Բացի այդ, Փաշինյանը վստահեցրել էր, գազը չի կարող թանկանալ։ Նման բան չի կարող լինել, որովհետեւ մենք պայմանագիր ունենք։ Ռուսական պարբերականներն էլ գրում են, Մոսկվան կարող է դադարեցնել կամ խզել միակողմանի կերպով պաշտոնական Երևանին գազի, նավթամթերքների մատակարարման պայմանագիրը։ Եվ այս հայտարարությունների ֆոնին, երբ հիշում ենք Եվրամիության 500 միլիոն եվրո ներդրման, դիվերսիֆիկացիայի, Մոլդովայի հետ համեմատականների մասին, աշխարհաքաղաքական շահերի բախման խճանկարը ամբողջանում է։ Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու, որևէ իրավիճակում։ Ինչ այլընտրանքների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը եւ ինչու է Եվրամիությունը հիշատակում մոլդովական սցենարը։ 2025-ի ընտրությունից առաջ Մոլդովայում գազի հարցը դարձավ ոչ թե էներգետիկ, այլ քաղաքական գործիք։ Խզվեցին պայմանագրերը ռուսական գազի մատակարարման վերաբերյալ, գազը թանկացավ, Մոլդովայի իշխանությունն անցավ ավելի թանկ եվրոպական շուկաների։ Ընտրությանն ընդառաջ քաղաքացիների դժգոհության ալիքը կանխելու համար Եվրամիությունը սկսեց սուբսիդիաներ տրամադրել։ Վահե Դավթյանի խոսքով Մոլդովայում ռուսական գազից հրաժարումը հանգեցրեց ոչ այնքան իրական էներգետիկ դիվերսիֆիկացիայի, որքան նոր կախվածության ձևափոխման։ Սկսեցին ֆինանսավորվել Մոլդովայի տնտեսական առանձին հատվածներ, բայց ընդհանրապես վերջերս մենք իմացանք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը, որը այսպես գլոբալ ֆինանսական ճարտարապետության անկյունաքարային ինստիտուտներից մեկն է, դադարեցրել է Մոլդովայի ֆինանսավորումը այն պատճառաբանությամբ, որ Մոլդովան այո, որդեգրել է մի շարք ռազմավարություններ, ուղղված մոդեռնիզացման, ուղղված տնտեսական ազատականացման եւ այլն, բայց բավարար մակարդակով անց չեն կացվել ինստիտուցիոնալ ռեֆորմները։ Բայց դրանք երկար չեն կարող շարունակվել, նշում է Դավթյանը։ Նրա գնահատմամբ միջազգային ֆինանսական կառույցները սկսել են ավելի զգուշավոր մոտեցում ցուցաբերել Մոլդովայի նկատմամբ։ Վերադառնալով Հայաստան, վիճակն աշխարհաքաղաքական տեսանկյունից նման է, բայց Հայաստանը չունի այն նույն աշխարհագրական ու քաղաքական հնարավորությունը, ինչ ունեցել է Մոլդովան, նշում է ՄԱԿ-ում էներգետիկայի գծով փորձագետ Արա Մարջանյանը։ 500 միլիոն եվրոն դուք չեք կարող վառել ջերմակայաններում եւ ստանալ էլեկտրականություն։ Դուք չեք կարող տալ բնակչությանը եւ ասել գնացեք ձեզ համար ձվածեղ պատրաստեք այդ 500 միլիոն եվրոն այրելով ձեր խոհանոցում։ Անհրաժեշտ է գազ, Հայաստանին անհրաժեշտ է գազ։ Եվրամիությունը Հայաստանին գազ մատակարարել չի կարող։ Եվրամիությունը ինքն է Հարավային Կովկասից գազ արտահանում դեպի օրինակ Հարավային Եվրոպայի երկրներ։ Իսկ ինչ այլընտրանքի մասին է ակնարկում Փաշինյանը, ինչ խողովակ է ավելանալու։ Վահե Դավթյանը կարծում է թրիփի մասին է խոսքը։ Պաշտոնը այդքան լավ չի տիրապետում իրավիճակին, ինչու, որովհետև եթե թրիփով անցկացվի գազամուղ, իսկ սրա ծրագրերը կան եւ Թրամփն էլ իր գերարման մեջ փաստացի անուղղակիորեն դրա մասին խոսեց, այսինքն եթե անցկացվում գազամուղ, ապա միջազգային պրակտիկայից ելնելով դրա տարանցման տոկոսը կարող է, որը կարող է, այո, փոխանցվել Հայաստանին, կարող է լավագույն դեպքում հասնել 15-ից 20%-ին։ Եվ սա այն ծավալը չի լինի, որը կարող է բավարարել Հայաստանի ներքին պահանջարկը, որը հասնում է մինչև 2.5 միլիարդ խորանարդ մետրի տարեկան։ Արա Մարջանյանի խոսքով տարածաշրջանի ամենախոշոր գազային ծրագիրը կարող էր դառնալ Տրանսկասպյան գազատարի կառուցումը։ Այն թուրքմենական գազը կհասցնի Ադրբեջան, հետո օրինակ Հայաստան, իսկ Թուրքիայով էլ Եվրոպա։ Այս ճանապարհով հնարավորություն կարող է ունենալ Հայաստանը տրանզիտ գազ ստանալու, բայց սա իրականություն չի դարձել եւ Մարջանյանի կարծիքով չի էլ կարող իրականանալ։ Տրանսկասպյան ծրագրի իրականացման համար դուք պետք է ունենաք Կասպյան 5 երկրների կոնսենսուսային համաձայնությունը։ Անցած տարիներին այս պահին եւ կարծում եմ մոտակա ապագայում Ռուսաստանը եւ Իրանը կտրականապես դեմ են այս տրանսկասպյան ծրագրերի իրականացմանը։ Իսկ բացի թուրքմենական գազից Ադրբեջանը ուրիշ գազ չունի Հայաստանին տալու։ Ադրբեջանի ամբողջ գազը
շահ դենիզի գազը, այսպես ասած, 100%-ով արդեն վաճառված ասելով մոտակա 10 տարիներին վաճառված է Եվրոպայում բավական բարձր գներով, այդպես որ Ադրբեջանը Հայաստանին գազ չունի մատակարարելու։ Զրուցակիցներս անդրադարձել են նաև Իրան-Հայաստան գազամուղին, ընդգծելով, որ թեև տեխնիկապես այդ ուղղությունը կարող է դիվերսիֆիկացիոն հնարավորություն ապահովել, սակայն ենթակառուցվածքը պատկանում է Գազպրոմ Արմենիային, ինչը ըստ փորձագետի թույլ չի տալիս ամբողջությամբ շրջանցել ռուսական գործոնը։ Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու, որևէ իրավիճակում։ Արամ Արջանյանի խոսքով նյարդային հայտարարությունները պայմանավորված են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությամբ։ Կարծում եմ, որ հունիսի 8-ից հետո իրադրությունը շատ ավելի կհանդարտվի եւ մենք կգանք արդեն բնականon երկարաժամկետ վավերություն ունեցող իրողությունների տեսակետին։ Գազի գնի կտրուկ փոփոխությունը ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ էլ Ռուսաստանին։ Ի վերջո, գազի գինը բարձրացնելով ոչ թե գործող իշխանությանը, այլ հայ բնակչությանն է ավելի շատ վնասում բարեկամական երկիրը, նշում է փորձագետը։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միջազգային ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Մերձավոր Արևելքում ձևավորված լարված իրավիճակը, որտեղ միաժամանակ քննարկվում են ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգային հարցեր։ Այս համատեքստում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Անկարայի և Թել Ավիվի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե լուծվի Պաղեստինյան հարցը երկու պետություն, երկու ժողովրդի համար սկզբունքով և վերանա Գազայում ստեղծված մարդասիրական ճգնաժամը։ Թուրքիայում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Դենիզլի նահանգում Իզմիրից Անտալիա ուղևորվող զբոսաշրջային ավտոբուսը շրջվել է և բռնկվել։ Զոհվել է 8 մարդ, այդ թվում 1 երեխա, իսկ 33 մարդ վիրավորվել է։ Իսկ այժմ սպորտի մասին։ Ֆրանսիական ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած եզրափակիչ խաղում փարիզցիները հետխաղյա 11 մետրանոցով հաղթեցին Լոնդոնի Արսենալին։ Բայց եթե խաղադաշտում ամեն ինչ ավարտվեց տոնական տրամադրությամբ, ապա Փարիզի փողոցներում իրավիճակը բոլորովին այլ էր։ Հաղթանակի տոնակատարությունները մի շարք վայրերում վերածվել էին անկարգությունների։ Ֆրանսիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 400 մարդու, իսկ բախումների հետևանքով վիրավորվել է 7 ոստիկան։ Եվ վերջում, ինչ է սպասվում գարնան վերջին օրը։ Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր, ինչպես նաև հունիսի 1-ից 4-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղտեղ հնարավոր է նաև կարկուտ։ Բայց ջերմաստիճանը այսօր հունիսի 1-ին և 2-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 17-ից 20, իսկ երեկոյան 13-ից 15 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։